Սիրելիներս, բարի լույս։ Այսօրվա նախաճաշի հեղինակը մաման է։ Այստեղ պատրաստել է սպանախ ընդհանրապես չի եփել, ուղղակի մի թեթև շոգի խաշվել է շատ քիչ, երևի 2-ից 3 վայրկյան։ Ու պատրաստել է հացով ձվածեղ։ Հələ հապա ասեք տեսնեմ դուք սիրում եք, այսպես շատ վաղուց վանից չէի պատրաստել։ Մաման այսօր անակնկալ է արել, գնում ենք այսպեսի նախաճաշ վայելենք, ձեզ էլ մաղթեմ բարի ախորժակ, ընթացքում նորից կմիանանք, որովհետև այսօր գնալու ենք դպրոց։ Սա էլ այսպես սիրելիներս, աղջիկներս եկեք մի հատ կտրենք, նոր է շաքարի փոշին ցողել, այսպիսի տեսք ունի սիրելիներս, անպայման պատրաստեք, վստահ եմ, որ ձեզ շատ դուր կգա, արագ ու համեղ։ Սիրելիներս, քանի որ պետք է գնանք հայկական դպրոց, գիրակի օրերը գիտեք, գնում ենք այնտեղ արագ մի հատ խմորը պատրաստեմ, ես երիկին ինձ հետ կտանեմ, միջուկը 3 եմ արել մսային ու մաման պատրաստի, ես կգնամ կգամ, այդ ընթացքում ավելի հանգիստ կլինի, քան թե երեխաների հետ տանը։ Հիմա դրել եմ 2 հավկիթ, 2 ճաշի գթալ բուսայուղ, ինձ մոտ ձիթայուղ է, 1 թեյ գթալ աղ, այս ամենը հիմա խառնեմ և ավելացնեմ ալյուրն ու գոլ ջուրը։ Սովորաբար ես դնում եմ եռացած, բայց տարբերություն չկա, երկուսի դեպքում էլ էլաստիկ է ստացվում, եփելուց էլ չի քրքրվում, խմորը չի բացվում։ Որացել եմ արևային նակնոցներս վերցնել, այսպես տանջվելով նստել եմ, մի աչքով ձեզ եմ նայում, մի աչքով կամերային, որպեսզի տեսնեմ, գոնե հասկանում եմ, որտեղ եմ խոսում, թե ոչ։ Արագ պատրաստվելով դուրս ենք եկել, մեր մոտ գիրակի օրը այնքան դժվար է, այսինքն նորմալ վեր ենք գնում, չէ Էրիկակի, ակի, աստված շուրջ տա այնտեղ, չգիտեմ ինչ է, արի, նո, ակին, տեսնում ես ինչ աստված, լավ, դե լավ, նստի ստեղ, ես էլ ուշադիր լինեմ, հա չէ, բին դե բան չի լինի, նստի, չի կարելի, խոսքով հագնվեցինք, դուրս եկանք, եկեղեցում դաս ունեն, տեղից անցած շաբաթ հարգելի պատճառով չենք եկել, գնացքի վթարի հետևանքով, այստեղի հայրից շատ երիտասարդ աղջիկ էր մահացել, իրեն նվիրված դրա պատճառով, այդ հետևանքով դրա համար էլ անցած գիրակի օրը չկար դաս, այդպես հագնվեցինք արագ ու դուրս եկանք, մինչև դուրս են գալիս երեխաներից սկսում են, ես չեմ ուզում, հոգնած եմ, ուզում եմ տանը մնալ, դե գիտեք, այն շրջանը, որ 11-ից 12 տարեկանի են պատանեկան փոփոխական տարիքն է, բայց պետք է մի փոքր համբերատար լինում են պահել, որ իսկապես մեկ ասում ես լավ էլի, երբ պետք է վերջանա, հետո հասկանում ես, որ դու էլ ես դրա մեջով անցել, ուղղակի մեր պարագայում ավելի շատ խնդիր է այսպես պապայի հետ է, որովհետև պապան փորձում է ավելի խիստ, ես բացատրում եմ, որ պետք չէ խիստ, պետք է ավելի ուրիշ մոտեցում, չի կարելի, արի, կընկնես, այդտեղից ձեռքդ հանի, հələ, ձեռքդ հանի, ես որտեղ կեղտոտեցիր է, արի, դե մի հատ լավ, աման, ես ում սիրուն տղին է, դե մի հատ մամայի թուշիկը պաչին արգինա, աման, ջղայնացած ես, ապո, ինչ է եղել, կամանց, չէ, ապո, աչ, ora libro, ora, ¿dónde está libro? Papá, ¿dónde está papi? Papá? Այդքան պապան, գնացինք պապան, ասի մաման գիրքը վերցրու գիրքը, կողել է լիբրո, վերցրու, դե գնացինք, արի, ձերքս բրնի, դե գնացինք,
Ուր է զեբրան, Էրիկ։ Զեբրա, խիրաֆա։ Խիրաֆա։ Անկեղծ ասած, Արտուրն ասում է գնանք տուն, հետո կգանք, որովհետև 2 ժամ պետք է սպասենք, այդ ընթացքում գոնե տանը ինչ-որ գործեր կանենք, հետո ինքը կգա աղջիկների ետևից։ Այս տղան եկել սուս կանգնել է մեքենայի մոտ, սպասում է թե պետք է դուռը բացի, Արտուրն էլ այնտեղ ետնամասում եկեղեցում է, մենք մտանք, մեր մոմը վառեցինք, Աստծուն մեր խնդրանքները ուղղեցինք, որպեսզի տա Աստված ամեն բան լավ լինի։ Ես էլի շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ ունեմ, սիրելիներս։ Գոհանում եմ իմ օրվանով, իմ ընտանիքով, իմ երեխաներով, ոչինչ չեմ փոխի հայ իմ կյանքում, եթե հնարավորություն լինի նույնպես փոխել։ Ճիշտ է, դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները ինչքան որ ունենում ենք, մեր ուժերի ներածին չափով ենք ունենում, կարող ենք հաղթահարել, եթե ցանկություն ունենում ենք։ Եթե չունենանք, հազար ու մի պատճառ կգտնենք, որ չլուծենք։ Ես միշտ ասում եմ, կարևորը առողջ լինենք, որ առողջ եղանք, փոքր, շատ, ամեն ինչի կհասնենք։ Դե ասա, ինչ է անունները։ Animales. De la granja. Ստիպված սպասում ենք մեքենայի մեջ, որովհետև այսօր մի տեսակ ծնողներից, այսինքն մամաներից գրեթե չկան, իսկ ես այսպես կաման չեմ մնամ այնտեղ նստած նամանավանդ, որ հիմնականում տղամարդիկ են հիմա։ Եկեղեցի մտանք, մենք մեր մոմը վառեցինք։ Կրիստինան մի այնպիսի բնավորություն է ձեռք բերել, որ կոնկրետ ինձ բաց չի թողնում։ 2 ժամ է, չէ, դասը, կարող եմ ես այդ ճիշտ եմ, մեր քաղաքից հեռու է, բայց այնպես չէ, հա, որ մեքենայով 15 րոպեում, եթե արագ, ոչ շատ, հա, բայց արագ կհասնես։ Ու մտածում եմ, այդ ընթացքում ես գործեր կանեմ, Արտուրը կգա իրենց ետևից ետ կբերի տուն։ Բայց չէ, կարող է դուրս գալ, տեսնել չկա, սկսի լացինել, դասատուին ասել, որ զանգահարի մեզ կանչի, մի խոսքով մնացել ենք այստեղ։ Էրիկի հետ ինչպես փորձում եմ մի կերպ այնտեղ դպրոցից գիրք է սիրում, կենդանիներ են, նստում նայում եմ, գերադասում եմ դա, քան թե հեռախոսը թողում ամենավերջի կետին, երբ որ հասկանում եմ, որ էլ չի ուզում մնալ։ Հիմա այսպես դեռ զբաղ մնացել, անց կես ժամ էլ դիմանանք ու կգնանք տուն։ Եթե ես մնայել տանը, տան գործեր պետք է անեի, մաման ասաց պիլմենին է անում, խմորը պատրաստել է, միչուկը 3 է պատրաստել ու տանից դուրս եմ եկել, հասցրել եմ ուղղակի այսպես մազերս չորացնել ու դուրս եմ եկել։ Հիմա կգնանք Արտուրը երևի լոգարանի այդ կիսատ մնացած գործերը կանի, իսկ ես էլ ինչ-որ որ կարողանամ, ասած կփորձի հավաքել կահույքը, որպեսզի ես էլ դասավորեմ։ Այդպես սիրելիներս, այստեղ երեխաների դարակներն եմ դասավորում, ինչպես տեսնում եք, այս հատվածը ազատ է։ Այստեղ էլ պետք է լինի հիմնականում ավելի շատ կախովի դարակներն է եւ հետո այսպիսինն է, քաշովի, բայց անակնկալ ունեցանք, զարմանս մեզ, այս հատվածի փեղկերը կոտրված էին, մեջտեղից ուղղակի ճակված է։ Դե այսօր կիրակի է, վաղ Արտուր առավոտյան կապնվի այդ խանութի հետ, կգան կտանեն, կփոխեն, կբերեն նորը, բայց մինչ այդ, ինչպես տեսնում եք, մեծ տարածություն կա, ու խնդրեմ, սա չէի տեսել, եթե անկեղծ լինեմ, բայց փակվում է, մնում է ներսում, ճիշտ է մի քիչ տրամադրությունս ընկել է, բայց դե, ոչինչ, մի բան կանենք այս ամեն ինչը, որովհետև արդեն հավաքված է,
Տեսեք ինչքան մեծ է, որոշել եմ այս հատվածը դեռ այսպես կանեմ Քրիստինային, այս հատվածը Վիկտորիայի ներքևը Երիկին ու տեսեք ինչքան մնում է ազատ բնականաբար հիմա որ բերեմ դասավորեմ ուղղակի տունը դատարկելու զուտ դատարկելու համար այստեղ ազատվում է, բայց հետո բավականին տեղ է ազատվում վերևի հատվածում երբ որ ցանկանամ հիմա ոչ, որովհետև արդեն շատ այսպես ֆինանսապես ծախսեր է եղել, հետո ընթացքում կարող ենք վերևում նորից լրացուցիչ պահարան հավաքել, որովհետև եթե սա էլ եղավ, բավական է։ Այստեղ վարակույրներից մեկն եմ կախել, երկրորդն էլ հետո կկախեմ։ Հիմա գնամ նորից ետ դառնամ շորերը դասավորեմ, գրեթե ոչինչ չի մնա։ Շատ ուշ է, երեխաները քնել են, բոլորը քնել են, այսպես ասած ես էլ քնելվեր եմ կացել, հիշել եմ, որ երեխաների նախաճաշը չեմ դրել, ու հիմա այստեղ ինչ եմ անում, ուրեմն 3 շաբաթ օր, այսինքն տանը գործ ենք անում, Արտուրն ասաց պետք է գնա լոգարանի համար փոքր ինչ-որ մատերիալներ են պակասում դա գնի ու կգա, մենք էլ դուրս գալն ու այդ ընթացքում ինչ-որ լսում եմ, որ միկրոֆոնով ինչ-որ բան են հաղորդում, բայց որ հետաքրքիր չի, այսպես ականջս չեմ լարում այդ կողմի վրա, այդպես է չէ, եթե չես կենտրոնանում, չես է լսում, տեսեք։ Զանգարից ասաց ինչ-որ մեքենայով կարտոֆիլ եմ վաճառում և ելակ, կարտոֆիլը 2 պարկը, այսինքն 10 կիլոգրամն արժե 5 եվրո, ելակն էլ 2 այսպիսի տուփը, 1 կիլոգրամ, այսինքն 2 կիլոգրամը 6 եվրո, նու դե, սովորաբար եթե անկեղծ լինեմ ես և կարտոֆիլը և ելակը գնում սուպերմարկետից, իսկ բանջարեղենի խանութից նույնպես, բայց պետք է նայեմ, ընտրեմ, եթե լավը եղավ կգնեմ, եթե ոչ, ոչ։ Ինչևէ, ինչ եմ ուզում ասել, հիմա գնել ենք ու հասկացա, որ ընդհանրապես լավը չէ, ինչքան էլ փորձեցի նայել աչքով այսպես գուշակել, որն է լավ, որն է վատ, միևնույն է, տեսակ, ու սա դեռ անցել է ընդամենը 1 օր, այսինքն ստիպված մենք 2 կիլոգրամ արագ կերել ենք, որպեսզի գոնե հասցնենք ու չփչանա, որովհետև ամենայն դեպս ափսոս է դեռ նետել, ինչ եմ անում, որոշեցի մաքրել հիմա, որը որ արդեն անպիտան է, սա էլ դեն գցեմ, որովհետև ելակ այսպիսի հատկություն ունի, եթե մեկը հիվանդ է, արդեն մյուսներին անմիջապես վարակում է, բայց սա էլ ավելի մեջից էլ է վատը, հավատացեք, որ օրինակ 3 դանից 1 փոքրիկ, շատ փոքրիկ գնեցի, որովհետև չունեին, հենց այդ մի տուփն եմ մնացել, ասացի դե լավ, սա կգնեմ, հետո ընթացքում ստացվի, եթե հանկարծ կգնանք Մերկադոնա կամ բանջարեղենային խանութ, ընտեղից կգնենք, բայց սա ընդհանրապես որ բանի պետք չէր, ամենայն դեպս գոնե այսքանը նորմալ է, դա էլ անակնկալով է, հիմա կարող է կտրտեմ ու մեջից դուրս գա փչացած, իսկ այս ամեն ինչը արդեն պետք է դեն նետել, տեսեք, սա նույնպես, հիմա կասեք կարող ես կողքեր չէ, մեջը արդեն իսկ վատն է, որովհետև եթե փչացած է, ուրեմն ամեն բան ներսից է փչանում, հետո արդեն դուրս է գալիս, այսպես սա դեն նետենք,
Այսինքն գրեթե մոտ կես կիլոգրամը միշտ դեն ես նետում, այդ պարագայում ավելի շատ դրա համար փորձված տեղից ավելի լավ է գնումները կատարել, քան այսպես կարտոֆիլը դեռ չենք օգտագործել, չգիտեմ լավն է թե ոչ մի բան արդեն չենք տեղավորում, որովհետև պետք է տեղափոխենք արդեն սա, եթե բան չի մնացել սիրելիներս, արդեն այսօր Արտուրը երեխաների պահարանը հավաքեց, բայց ստացվեց այնպես, որ մի հատվածը, որտեղ ավելի շատ հագուստները պետք է կախելու համար նախատեսված պահարաններ, այդպես ասեմ, կոտրված էր, բայց միևնույն է չեմ մտածում, դե լավ ուշացել է այդ մի կտորը ու վաղը կամ 2 օրից կուղարկեն, կարևորը որ պահարանը եկել էր, մյուս մասը ու մենք հավաքել ենք, հագուստները տալ ենք երեխաներին էր ամենաշատը դժվարը, որովհետև շատ ունեին, էլի ինչ որ հագուստներ եղան, որ դուրս եկա, հենց այնպես աղբամանի կողքը մաման այսպես լավն է թող մնա հետո, ասում մամա եթե փոքրացել է, էլի լավն է, բայց եթե փոքրացել է իմաստը որն է պահելու, նամանավանդ եթե պլաններում որպես այդպիսին չկա էր, նվիրում եմ սովորաբար, բայց հիմա մարդիկ են փոխվել, շատերը չեն էլ ցանկանում, օրինակ ես շատ սիրով ընկերուս տղայի հագուստներն ընդունում եմ ինձ համար միևնույն է, եթե ինձ առաջարկում ասում է, օրինակ հագուստ կա տղաներ, խնդիր չկա, մեծ սիրով, որովհետև մարդը շատ լավ պահպանում է, տալիս է ինձ, բայց մի տեսակ ես դե իհարկե ես էլ եմ գնում Մայրիկի համար, դա չէ, այնպես է լինում, որ իր տված հագուստները կարող է եւ մնալ, բայց տալ ուրիշին մի տեսակ չեմ ցանկանում, որովհետև ունեմ մի վրացի ընկերուհի, որ էլի շատ սիրով ընդունում է, բայց հիմա երկու եղբայրներն էլ հեռացել են իրենից, այսինքն մեկը մնում է Վալենսիա, մյուսը մնում է կարծեմ Մալագայի ինչ-որ ռեգիոններից մեկում ու շուշ է տեսնում, դե Վալենսիան ընդհանրապես հեռու է, հետևաբար որպես այդպիսին արդեն մնում է։ Ես էլ ոչ ոքի չեմ առաջարկում, դիմացի հարևանը արգենտինացի է, կարծեմ 2 երեխա ունի, Էրիկից մեկը մեծ է, այսինքն մեկը Կրիստինայի տարիքին է, 2 տղա երեխա են, մեկը Էրիկից երևի թե տարի ու կես կամ 2 տարի փոքր, մեկ ուզում եմ առաջարկել հարևանուհուս ասել, որ տա իրեն, մեկ էլ ասում դե լավ էլի քո գործը չի, թեպետ որ մարդուն լավություն ես ամ, հագուստները մաքուր, սիրուն, մնացած ու ափսոսում ես այսպես տանել, դնել աղբամանի, կան հատուկ տեղեր, որ կարող ես տանել թողնել, սիրելիներս անկեղծ լինեմ, 2-3 անգամ փորձել եմ, բայց ժամանակի բերումով չի ստացվում գնալ, մանավանդ հիմա աշխատելու հետ զուգահեռ ոչ ես կարող եմ, ոչ էլ Արտուրը ու այսպես երբ որ պահարանը դասավորում արագ ստիպված դնում եմ գեղեցիկ տոպրակի մեջ, անգամ ծալած վիճակում եմ դնում, որ մարդիկ հասկանան մաքուր պահված է, ով որ ցանկանա վերցնի։ Քավլիցի չգիտեմ ինչ տեսքով են անում, ինչ են անում, ոնց են տանում, դեն են հետում, թե ինչ, բայց որ աչքս չի տեսնում, շատ բան չեմ հասկանում, միևնույն է, չես էլ իմանա ինչ կպատահի այդ հագուստի հետ արդեն, երբ որ թողնում ես աղբամանի մոտ, երեխաների նախաճաշը վաղվա դպրոցի դնեմ, որովհետև եթե այսօր ես ուշ քնեցի, վաղ առավոտյան, այսինքն երկուշաբթի այնքան դժվարությամբ եմ վեր կենում, բայց դե Հիմա իրենց նախաճաշը դնեմ, ամեն մեկը տարբեր նախասիրություն ունի, մտածեմ ամեն մեկին ինչ դնեմ, որ գոնե ուտեն ու ես էլ կգնեմ հանգստանալու, այսօր կիրակին ավելի շատ ենք հոգնել, Արտուրն ավելի շատ է հոգնում, որովհետև գործի հետ գալիս է այդ տունն էլ, ինչ-որ փորձում է ամենավերջե շտրիխներն անել, վերջացնել, գիտեմ, որ դժվար է, բայց ինքս ինձ իրեն էլ ասում, դե գիտեմ, որ հոգնում ես, ես էլ եմ հոգնում, որտև ինքն իր աշխատանքի ծանրությունը, ես իմը, հետո երեխաների հետ վազքը, մաման իր հերթին է այսպես տանջվում, բայց վերջը մոտ է երևում,
կգնանք հանգիստ, այսպես խորոշունչ կքաշենք, իսկապես ոչ թե սա տրտնջալի, այլ այն միտքը, որ տեղափոխվում ես, մեկ էլ մի բան է պակասում, մեկ էլ մի բան չի ստացվում, մեկ էլ մի բանի կարիք կա, մեկ էլ մի բանը կոտրված է, մի բանը հետաձգվում է, այսպես, բայց դե պետք է ես հասկացել եմ այս կյանքում մի բան, ինչը լինում է իր ժամանակին, ինչը չի լինում ու դու չես կարող քեզ ստիպես, որ լինի հենց այդ բան, ուղղակի այստեղ մեր ուղեղին մենք ինչ ազդակ տալիս ենք, դա էլ լինում է, եթե միշտ մտածենք վատը կլինի վատը, փորձեք միշտ ինչ որ բան ցանկանալուց չասել, օրինակ չեմ կարող, ասա կարող եմ, կանեմ, մի փոքր ուշ կստացվի, բայց ոչ այսպես ձեր ուղեղին ազդակ ուղարկեք ու ասեք, որ չի լինի հենց հիմա, կամ ես իմ ուժերի վրա վստահ եմ, որ չեմ կարողանա, հաստատ չի լինի, այդ երկու տարբերակներով կան հաջողակ և անհաջողակ մարդիկ, այդտեղ է հաջող, որ ասում են ուղեղն անջատած մարդիկ են, դրա համար չէ, ուղեղն անջատած չեն, այդ մարդիկ ավելի ու իրենց ուղեղը ավելի կոպիտ ասեմ, պրոգրաման այլ կերպ են տալիս, ծրագրավորում այլ կերպ են տալիս, դրա համար է լինում է, իսկ այն մարդիկ, որ անդադ կենտրոնանում են, որ լինի, վայ, բավոր չեղա, վայ, միշտ լինում է այնպես, ինչպես որ դու այստեղ մտածում ես, կապ չունի բարձրաձայն ինչպես ես ասում, կարևորը թե դու այստեղ ինչպես ես մտածում, դրա համար փորձեք վատը չմտածել, ամեն առումներով վատը չմտածել, կտեսնեք ինչքան լավ կլինի, հիմա կգտնվենք ասեն, դե էլ մի փիլիսոփայիր, թույլ տվեք փիլիսոփայում, եթե դա դուք համարում եք փիլիսոփայություն, ու այսպես ձեզ հետ խոսում եմ մի ականջի ու աչքի ծայրով մտածում եմ, ինչ երեխաներին վաղվա դնել, դժվար է իրենց համար ուղղակի կարող ես չես մտածել, հացի մեջ կարելի է պանիր դնել, վիչինա դնել, կաթ դնել, մրգի տեսականի դնել ու վերջ, բայց չէ, իմ պարագայում չէ, այս երեխաները ուտող երեխաներ չեն ու դա շատ վատ է, ես միշտ ասում եմ, ես կգերադասեի երեխաս ուտող լինել ու ես չհասցնեի, քանց թե չուտող երեխայի հետ, որ ինչ էլ պատրաստես, այսօր մի հատ դրամա էր, Կրիստինան այնտեղ էլ ասինում, ես բիլմենի չեմ ուտում, չեմ սիրում, պատրաստես, նա չի ուտի, նա կպատրաստես, նա կասի չեմ ուզում ու այսպես, Վիկտորիան փոքրինչ այդ առումով փոքրինչ, լավ է, բայց Վիկտորիան վերջերս սկսել է ինչ-որ ապուրային բաներ չուտել, ոսպով ապուրը գոնե առաջ ուտում էր, հիմա ոչ այնքան, սիրելիներս նախաճաշը դնեմ, հետո կմիանամ ձեզ ու արդեն հրաժեշտ կտամ։ Նախաճաշը Վիկտորիային այս տարբերակն է։ Նախաճաշը դրեցի, հետո հիշեցի, որ մենք այստեղ կրուասան ունենք, այսինքն վերևում էինք դրել ու մոռացել էի, մտքիցս դուրս էր եկել գոնե լավ դե արդեն վերջ առավոտյան երևի նախաճաշ կրուասան կպատրաստեմ վիչինայով, մեկ բաժակ աթով կմպենք, ուտենք, կգնան, հուսամ, կամ առավոտյան Արտուրին էլ կպատրաստեմ տաք նախաճաշ, մեկ հատ էլ ինձ ու ամեն մեկս կընկնենք մեր առօրյային, մեր գործերին, եթե անկեղծ լինեմ, ուզում եմ արձակուրդ վերցնել, ճիշտ է փորձում խնայողաբար օգտագործել օրերս արձակուրդային, որ կարևոր պահի ժամանակ տեղին օգտագործեմ, բայց հետո հասկանում եմ այս տեղափոխությունից հոգնում եմ, ամոթ չի ասել, հոգնում եմ, որովհետև երեխաների հետ, դասերի, պարապմունքների, գնալ աշխատանքի, հետո գալ տուն, այստեղից իրերը տեղափոխել, դասավորել, մաքրել, նորից փոշի հետ, վաղը նորից գալի են մաքրողները, որպեսզի մաքրեն, պատուհանի հետ խնդիր է առաջացել այն օրը անձրևի հետևանքով, այսինքն ամբողջ ջուրը լցվել է դեպի ներս, ես էլ գիտեմ աշխատողներն են ինչ-որ հատուկ տարբերակով մաքրելու այսպես թրջվել է, բայց չէ, փաստորեն պատուհանից անձրևը լցվել է ներս, դրա համար
ինչքանով որ հնարավոր էր այսօր Արտուրը ճաշասենյակից այդ հատվածից, որ մոտ է պատուհանին, ետ բերեց, մնացել է բազմոցը հավաքի, ետ ենք բերեր, որովհետև արդեն ասած ուշ է, ինքն էլ հոգնած էր, տանն էլ լույս չկա, որ կարողանա հավաքել, ասած բազմոցը թող մնա, վաղը կեսօրին կգամ կանեմ, վաղը պետք է գան պատուհանները ամրացնեն ու այդ հասկանավոր հատվածից է ջուրը ներս թափանցում, ըստ երևույթի ռեզիններն է մաշված, այն պաշտպանի չափ պապակու կողքը որ լինում է, դրա հետևանքով էլ ջուրը ներս է լցվել, բայց ներս լցվելը որն է, այ այսպես մի հատված, այ այսպիսի բարձրության ջուր է լցվել, Արտուրն ասաց մինչև դա մաքրել են, ասում է ասաց Երենը չտեսնի, թե չէ վերջ կսկսի էլի տրամադրությունը գցել, մոռացել եմ ռեզինես դնել, հա, հեսա գնամ քնելու, կարևոր գործողությունն անեմ ու գնամ պատկեմ, այսօր Երիկի հետ սպասում ենք երեխաների դասը վերջացնեն, մեքենայի մեջ խաղ եմ խաղում հետը, մեկ էլ նկատեմ երկու ատամները սևացած արագայում, այն որ Սարը քրտինք պատեց, մտածում եմ լավ, ոնց ենք անելու, դե բնականաբար պետք է գնալ ատամնաբույժի մոտ, մաքրեն, պլոմբ դնեն, հա, բայց այստեղ դա չէ խնդիրը, այստեղ խնդիրն այն է Երիկին ոնց պետք է բացատրել, որ ինքը սուս չէ, խելոք նստի, չակերտավոր խելոք, որ թողնի ատամնաբույժն իր աշխատանքն անի, ու հիմա հասկանում եմ այն մամաներին, որոնք որ այդ ամենի մասին վախով էին խոսում, որ չեմ էլ ուզում դրա մասին մտածել, որ շատ դեպքերում ասում են ընդհանուր անզգայացում պետք է անես, շատ չի տևում, բայց պետք է ընդհանուր անզգայացումը, որտեղ հնարավոր չէ երեխային այնպես անել, որ նստի ու ենթարկվի, իսկ ես անկեղծ ընդհանուր անզգայացում այդ նարկոզ ասվածին այս պահին դեմ է ու թողնել երեխայի ատամներն այդպես էլ դեմ եմ, որովհետև ու հիմա մտածում եմ անընդհատ երեխան այս վերջի 3, այսինքն մի շաբաթը մատը դնում է բերանը ու տանում մեկ այս կողմ, մեկ այն կողմ, ինձ թվում է ինքը ինչ-որ սնունդից հետո միգուցե որ տաքու սառը հա ուտեստից հետո սկսում է թեթև ցավ տալ, այդ պահն է երեխայի մոտ ուղղակի չի կարողանում հասկացնել ու այդպես փորձում է, մտածում է ձեռք տալով, երևի հանգստացնում է, չգիտեմ, բայց թողնել այդպես սխալ է, որտեղ որ գնում եմ, հենց ինքը մանկական ատամնաբույժ է, դոկտոր Էլենային կհարցնեմ, տեսնեմ ինչ կասի, ինչ տարբերակներ կան, մտածում եմ մի տարբերակը ես ու Արտուրը կգնանք իրար հետ, այսպես իրեն կպահենք, բայց հնարավոր բան չի դա, հնարավոր չի այս տարբերակն էլ, որտև սիրտս էլ չի դիմանա, որ այդպես լաց լինի, դուք պատկերացեք, եթե ինքը չի թողնում ու սկսի է լաց դեր մեջ այնպիսի մամաներ, որ այս իրավիճակին են եկել կանգնել, դուք ինչ եք արել այս պարագայում, հյուսվեք ձեր խորհրդով հասկանամ, ոնց պետք է լինի ատամների մաքրելու հետ կապված կան դժվարություններ, որովհետև չի թողնում այսպես մի կերպ մաքրում ես, բայց նկատել եմ, որ այդ վերջի երկու ատամները սկսել են սևանալ այս 1-2 ամսվա մեջ ու այնպես է եղել, որ մի կետից է եղել, ինձ թվացել է երևի ինչ-որ ուտելիք է եկերել այդ ամենի հետևանքն է, որտեղ ինքը չի թողնում, չես կարող այսպես բերանը բացել, որ տեսնել ամեն բան նորմալ է բերանի խոռոչում, թե ոչ մինչև լվանում ես, դա արդեն իսկ պատմություն է, լաց է լինում, չի թողնում, այսօր եթե այդպես բերանը բաց չժպտար, էլի չի տեսնի, մի խոսքով դա էլ այդպես, խնդրում եմ գրել, տեսնեմ, եթե կանգնել եք այդպիսի խնդրի առջև, ինչպես եք այդ հարցին լուծում տվել,
Մի խոսքով սիրելիներս, եկեք այսօր ձեզ այսքանը վրաժեշտ տամ, բոլորիդ բարի գիշեր ցանկանամ, բարի լույս կամենամ եւ կհանդիպենք հաջորդ վլոգում։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ բոլորիցս ջեր մեկնաբանությունների, ինձ բաժանորդագրվելու, այդքան քաջալերելու, իմ տրամադրությունը բարձրացնելու համար, որովհետեւ դուք իմ էներգիայի աղբյուրն եք, YouTube-ը ինձանից շատ էներգիա է տանում, անկեղծ լինեմ, բայց հետո այն փոխադարձ ալիքը ջերմ ու լավ, որ ստանում եմ ձեզանից, ասում եմ արժե հոգնել ու արժե տեսնել այս ամենը։ Շատ եմ սիրում ձեզ բոլորիդ, մնացեք բարով եւ խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ վլոգում, իսկ ովքեր դեռ չեն բաժանորդագրվել ու ցանկանում են բաժանորդագրվել, ապա սեղմել զանգակոճակը, լայքել, որպեսզի բաց չթողնեք իմ նոր հետագա վլոգները։ Բարի գիշեր։